Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ մարտական եղբայրությունից, ես Հրանտ Տեր-Աբրահամյանն եմ, սա քաղաքական օրագիրն է։ Գիտեք բոլորդ, որ այսպես կոչված իրական Հայաստանում հրապարակային խոսքի գռեհկացումը, ընդհանուր մինչև փողոցային հայհոյանքներ, փողոցային, չգիտեմ, լեքսիկոն, ընդհանուր մինչև կներեք քֆուրներ, ինքը մի հատ կայուն միտում է, եւ ընդհանուր մինչև նա բարձր պաշտոնական մակարդակից սկսվող Եվ այսօր էլ օրինակ մենք նկարում ենք ուրբաթ օրն է, ամբողջ այսպես ասած համացանցը առնվազն եւ ընդհանրապես ոչ միայն համացանցը քննարկում է ապշած, զարմացած, որ երկրի վարչապետը, գիտեք, բոլորդ մի քանի գրառում է այսօր արել, մի հատ չէ, մի քանի, որոնցից առնվազն մեկը շատ գռեհիկ ոճով եւ մյուսը դրա շարունակությունները Եվ բոլորը բնականաբար հասկանալի կերպով զայրացած են, բոլոր չեն հասկանում, ապշում են, նույնիսկ մարդիկ, որոնք լոյալ են իրենց ընդհանրապես դրսևորում այս իշխանության նկատմամբ, զարմացած են եւ զայրացած են։ Պարզ է, որ սա ինքնին խնդիր է, արդեն ինքնին խնդիր է, բայց այսօր ինչ որ ես ուզում եմ խոսամ, ես ուզում եմ հասկանանք այդ խնդրի հիմքը, պատճառը, ինչու է այդպես։ Բայց իհարկե նաեւ արձանագրենք բուն խնդիրը, որ Սա ոչ թե եզակի դեպք է, սա մենք բոլորս տեսնում ենք միտում է, գրեթե չասեմ ամբողջ, բայց քաղաքական հրապարակային խոսքի զգալի մասը գնալով ավելի ու ավելի հեղեղվում է այդ գռեհիկ ոճով, տեսնում եք նույն իշխանական ֆրակցիայի падգամավորներ, ազգային ժողովից, ասենք ընդորում մարդիկ որ ճանաչում ես այդ մարդկանց, ինքը իր կյանքում կներեք, բայց քֆուր տված չկա Բայց դուրս է գալիս ազգային ժողովի ամբիոնից, երկրի բարձրագույն ամբիոնից, թույլ է տալիս իրեն, որ ասենք իրական կյանքում կարող է ինչ-որ իրավիճակներ, որտեղ ինչ-որ իրավիճակներ կան կյանքում, որ հայհոյանք տալիս են մարդիկ, տվողները նման բան կյանքում իրենց թույլ չեն տա, որտեղ հասկանում են, որտեղ մեր հասարակության մեջ ընդհանրապես սա էլ ասեմ, ի վերջո այդ խոսքն էլ կարգավորված է, մշակույթ կա որոշակի, բայց սա այսօր լրիվ խախտվում է Եվ տեսնում ենք, որ եւ ազգային ժողովի ուրեմն ամբիոնից եւ ընդհանրապես տարածվում ու տարածվում է գնալով դառնում է մի հատ լուրջ խնդիր։ Ես օրինակ շատ լուրջ եմ այդ խնդրին վերաբերում։ Կարող է մեկին թվա երկրորդական է, ես շատ լուրջ եմ վերաբերում, բավականին ծանր եմ տանում։ Եվ իհարկե, եթե խնդրի այդ մակերեսային, բայց կարևոր մակարդակը մենակ վերցնենք, ես կարծում եմ մեր բոլորիս պատասխանը, հատկապես այն մարդկանց, որոնք հրապարակային խոսք են տարածում, պետք է անպայման լինի հնարավորինս հակադրվել այդ ոճին եւ հնարավորինս մեր խոսքը հակառակը դարձնել ավելի այսպես եւ բովանդակային, որտեղ երբ որ խոսքը բովանդակային է, դու կարիք չունես այդ գռեհիկ ոճի։ Գռեհիկ ոճը իր տեղը ունի իր կյանքում, կան իրավիճակներ, որտեղ ինքը կիրառելի է, ոչ մեկս էլ չասենք, որ չենք, բայց հրապարակային խոսքում, քաղաքական խոսքում դա չպետք է լինի։ Մենք պետք է ռեալ ինքներս մեզ հանկարծ չտարվենք Այդ բանով, հանկարծ չմտածենք, որ պետք է հակադարձել իրենք անում են, մենք էլ հակադարձենք, ոչ, ճիշտ հակառակը, հակադարձը պետք է լինի հնարավորինս մաքուր, հնարավորինս բարձր ոճի խոսքը հրապարակային, դա այդպես պետք է լինի եւ մեր ժողովուրդը այդ է հարգում, փառք Աստծո, ես տեսնում եմ, որ մեր հասարակության մեջ գոնե այդ նման դեպքերի վրա դեռ առողջ ռեակցիա կա, մի զգալի մասի մոտ դեռ առողջ ռեակցիա կա, դրանից օգտվելով դա պահենք, երբեք այդ միտմանը չտրվենք Որովհետև դա ուղղակի ոճի հարց չի, դա իսկականից գալիս է նրանից, որ երբ որ մարդը իրական ասելիք չունի հրապարակային, ինքը սկսում է օգտվել այդ միջոցներից, որպեսզի ուշադրություն գրավի կամ շեղի կամ չգիտեմ, ինչ որ այլ խնդիրներ լուծի։ Հիմա այստեղից գալիս ուզում եմ գամ միանգամից այս խնդրի հիմքին, ինչու է այդպես, ինչու է այդ միտումը ինքը գնալով ուժեղանում։ Ընդ որում ես ասեմ, թող ոչ ոք չասի, որ միշտ է այդպես եղել, միշտ այդպես չի եղել։ Ես բավականին վաղուց եմ եւ հետեւում եւ ինքս էլ ինչ որտեղ հրապարակային խոսքի, այսպես ասած, մասնակից եմ եւ բոլոր օրինակի համար նույն, ասենք, Սերժ Սարգսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի օրոքից սկսած ես այդ ընդդիմադիր պայքարի մեջ եմ եղել, գրեթե ամբողջ այդ փուլում, բայց չի եղել նման բան, ոչ մենք ենք մեզ թույլ տվել, շատ ինչ որ բացառություններ կան, հիմա օրինակ կարան ասեն, այ հիշում ես ազգային ժողովում, տենց ինչեւ հիմա այդ բանով չէ, YouTube-ում էլ տարածում են եղան այդ հայհոյանքները, դա եզակի դեպք է, դրա համար էլ մինչեւ հիմա հիշել ենք։ Եզակի դեպք էր, ընդ որում եք ուշադիր տեսնեք ովքեր են այդտեղ ներգրաված։ Բայց նման, ասենց օրինաչափություն չի եղել։ Եվ այն կողմից էլ չի եղել, այսինքն ինչ որ սահմաններ կային, որ հիմա դա գնալով ավելի դառնում է նորմա։
Բայց ի՞նչն է խնդիրը։ Իրականում սա որ դեպքերում է, էլի ասենք, հələ մի հատ հարց տանք մեզ, իրոք, որ դեպքերում է, որ մարդը հրապարակային խոսքում սկսում է այդ գրեհիկ բառապաշարը օգտագործել, ընդհանուր մինչև հայհոյանք։ Դա այդ դեպքերում է լինում, երբ որ ինքը պետք է սուր այսպես հակադրության, սուր իրավիճակի նմանակում ստեղծի, իմիտացիա ստեղծի, երբ որ իրականում հակադրություն եւ հակասություն չկա։ Եվ հենց այս խնդրի հետ մենք գործ ունենք։ Երկկողմանի մեր քաղաքական դաշտում, եթե տեսնում եք այդ բանավեճերը նույն ազգային ժողովում ինչպես է լինում, երկկողմանի ուրեմն սրում են այդ գրեհիկ բառապաշարն են օգտագործում եւ տպավորություն է ստեղծվում ամեն անգամ, որ տեսեք, այսինչ ուժեղ sense այսինչ արմատական հակադրություն կա երկու կողմերի միջև, որ ընդհանուր մինչև հայհոյանքներ են հասնում, բայց երբ որ դու նայում ես տակը իրենց բուն ասելիքի մեջ, այդտեղ բուն ասելիք չկա, բուն բանավեճ չկա, իրանք ոչ մի բանի շուրջ են բանավիճում։ Իրենք եւ հենց դրա համար էլ իրենք փորձում են, չգիտեմ, գիտակցված թե ենթագիտակցաբար, փորձում են թաքցնել այդ իրական հակադրության բացակայությունը այդ հայհոյախառն գրեհիկ ուրեմն բառապաշարով։ Եվ իսկականից շատ ենք խոսել այս թեմայից, բայց եկենք երկվս մեկ անգամ շեշտենք, որտեղ այս մեր կյանքի կարևորագույն թեմաներից է, որ իրական լուրջ հակասություն, հիմնական այդ խոշոր խաղացողների ընդդիմություն, իշխանություն, իրական լուրջ հակասություն չկա։ Վերջերս մենք էլի գնալով համոզում ենք դրան, օրինակ Ռոբերտ Քոչարյանն է, չէ, վերջերս ակտիվացել է հարցազրույցների, դասախոսությունների եւ այլն, եւս մեկ ակնհայտ տեսնում ենք, ինչ է ասում այդ մարդը։ Նիկոլ Փաշինյանը շատ վատն է, այդ հասկացանք, բոլորս հասկանում ենք, որ այս կառավարությունը ոչ թե շատ վատն է, այլ խայտառակություն է ուղղակի։ Բայց ինչ են իրենք առաջարկում։ Դե ասում են, նա չի կարող բերել խաղաղություն, ես կարող եմ բերել խաղաղություն, այսինքն ասում է, ես նույն բանն եմ անելու մեծ հաշվով, ուղղակի ես ճիշտ կբանակցեմ, կարծես այդ խնդիրը զուտ ճիշտ բանակցելն է, ինքը լավ չի բանակցում, ես լավ կբանակցեմ, բայց հիմքը ընդունում են, այսինքն պարտությունը, որ մեր կյանքի իրականությունը եւ հիմքը պետք է դառնա, չի վիճարկվում այն փաստը, որ պատերազմը, դիմադրությունը պետք չէ դադարեցնել, հակառակը ասում են շուտ պետք է հանձնվեր, չգիտեմ, այնտեղ շատ լավ բաներ առաջարկներ կային պետք էր ընդունել եւ այլն, եթե ուշադիր տեսնում եք, որ հակադրություն մեծ հաշվով չկա, կա զուտ անձնական անձի խնդիր են դնում, ասում են մենք ավելի լավ կբանակցենք նույնը անցած տարի ցավոք սրտի Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ էր, երբ որ լուրջ հարցեր էին տալիս արդեն, գալիս էին այդ ամենալուրջ կենսական հարցերի մեր կյանքի, պարզվում էր, որ ամբողջ ծրագիրը նա է, որ մենք պարզապես ավելի լավ կբանակցենք, ավելի լավ պայմանների կհասնենք, բայց խնդիրը ավելի լավ բանակցելը չի, որտեղ այստեղ եթե զուտ այդ դիվանագիտական խնդիրը լիներ, շատ հեշտ ու լավ կլիներ մեր կյանքը։ Խնդիրը շատ ավելի լուրջ է, խնդիրը նա է, որ մենք պետք է հիմքեր կարողանանք ստեղծենք ուժային, որպեսզի որևէ մեկը արդեն կարողանա եւ գնա լավ բանակցի։ Նույնը մնացած շատերի դեպքում ես չեմ ուզում հիմա անուններ տամ, որտեղ ինչ որ անուններ կտամ, ինչ որ անուններ չեմ տա, հետո կասեն, տեսեք, սրա անունը տվեց, նրա անունը չտվեց կամ նրան մոռացավ եւ այլն, բայց էլի հիմա վերջերս կարդում եմ, ասենք, էլի անդիմադիր գործիչներից մեկը նկարագրում է շատ ճիշտ, ասում է, տեսեք, ինչ որ Նիկոլ Փաշինյանն ասում են, որ այդ խաղաղություն եւ այլն դա հնարավոր չի, որտեղ Ադրբեջանը այսինչ պայմաններն, այսինքն շատ ճիշտ ներկայացնում է, ինչ որ մենք օրինակ այս մեր շարքում անդադ խոսել ենք։ Բայց վերջը եզրակացությունը ո՞րն է, որովհետեւ եթե իրոք այդպես է եւ դա հենց այդպես է, որ այդ խաղաղություն կոչվածը ճակերտավոր ոչ ոք մեզ այդ չի պատրաստում ոչ միայն ստորագրել, այլև ընդհանրապես ունենալ այդ խաղաղ հարաբերությունները եւ այդ պահանջները անվերջ են եւ նպատակը Հայաստանի ենթարկումն է, սրանից միակ տրամաբանական հնարավոր մարդկային եզրակացությունը նա է, որ դու պետք է պատրաստես դիմադրելու։ Երբ որ դու դա չես ասում այդ եզրակացությունը, դու ուղղակի օդի մեջ ինչ որ ձայներ ես անում, օդ ես տատանում, բայց դու մեծ հաշվով ոչ մի տարբեր բան չես առաջարկում։ Փաստն ես արձանագրում, բայց ելքը որն է։ Էլի եթե ելքը այնա այ ես կլինեմ ավելի լավ կբանակցեմ, դա ելք չի, դա հեքիաթ է։ Նույնը օրինակ ասենք, չգիտեմ, շատ օրինակներ կարող եմ բերել, լավ իրոք ես ուղղակի չեմ ուզում հիմա անուններ տամ, որպեսզի էլի չստացվի, որ ինչ որ մեկին իշտակեցի, ինչ որ մեկին չէ, այսինքն մեծ հաշվով բոլորը հայ ժողովրդին խաբում են։ Խաբում են հայ ժողովրդին, ճիշտը չեն ասում, այն միակ ճշմարտությունը, որ այսօր պարտավոր է իրոք քաղաքական գործիչը ասել, դա այն է, որ հայ ժողովուրդ դու բացի ուժային գործոնի վերածվելուց, բացի դիմադրությանը նախապատրաստվելուց,
այլ տարբերակ, այլ ելք այս իրավիճակից չունես, դու պետք է պատրաստ լինես քո անկախ գոյության համար պայքարելու։ Եվ դա այդ պայքարը առանց ուժային բաղադրիչի հնարավոր չի։ Այդ ուժային բաղադրիչը կլինի ռազմական, թե կլինի, չգիտեմ, ռազմական ուժի ցուցադրում, ոնց կլինի, դա առանձին հարց է։ Այդտեղ պարտադիր չի խոսքը պատերազմի մասին չի մենակ։ Ուժայինը մի քիչ ավելի լայն հասկացություն է։ Բայց սա այն միակ ճշմարտությունն է, որ ժողովրդին պետք է ասի։ Իհարկե, այս ճշմարտությունը ինքը դեմագոգիայից դուրս է, որովհետև ասենք դա որոշ չափով ձեռ չի տալիս, ասել, որովհետև բնական է ժողովրդի մի մասը վախենում է այս ճշմարտությունը, չի ուզում այս ճշմարտությունը լսել, եւ իրենք փորձում են այդպես մանիպուլացնել, խաբել, զուտ sense մանր այդ քաղաքական չի դա նույնիսկ կուսակցական այդ իրանց խաղը առաջ տանելու համար եւ օտար շահերը ըստ էության սպասարկելու համար, ինչով որ իրենք զբաղված են մեծ հաշվով, սա նաեւ ցուցիչ է նրա, որ իրենք հայ ժողովրդի շահերը չեն սպասարկում։ Հայ ժողովրդի շահերը սպասարկող ցանկացած ուժ կլինի, անհատ կլինի քաղաքական, ինքը պարտավոր է այս ճշմարտությունը ասել, որտեղ բոլորը ասում են չի լինում խաղաղություն, նույնիսկ Նիկոլն է խոստովանում, որ գիտեք, ինչ մենք կասկածներ ունենք։ Բայց ի՞նչ է դրանից բխում։ Բայց եթե չի լինում, երկու տարբերակ կա, չկա երրորդ տարբերակը։ Եթե չի լինում, ուրեմն պետք է լինի դիմադրություն, պետք է լինի պայքար, պետք է լինի ուժային գործոնով քո անկախ գոյությունը հաստատելու, ապացուցելու, քո իրավունքը հիմնավորելու փորձ, տարբերակ, ուրիշ չկա։ Բայց սա չեն ասում։ Նախ որովհետև ել եմ ասում, դա դեմագոգիայից դուրս է, կարող է որոշ չափով իրանց ռեյտինգիկների վրա ազդի, եթե ունեն, կամ էլ որովհետև իրանք սպասարկում են ոչ հայ ժողովրդի շահերը, որը բոլորս գիտենք։ Հիմա, բայց ես այս ամեն ինչը ասում եմ, սա հիմքն է նրա, սա կրկնեմ հիմքն է նրա, թե ինչի է նաև այս դատարկությունը, այս իրական բանավեճի բացակայությունը սկզբունքային հարցերում։ Փորձում են թաքցնել այդ հայոյախառն բանի ոճի տակ։ Բայց ես այս ամեն ինչը ասում եմ ոչ թե որպեսզի մենք հերթական անգամ այսպես ասած կյանքից բողոքենք, ես չեմ սիրում կյանքից բողոքել, երևի նկատել եք, եթե չեք նկատել, ես դա հիմա ձեզ ասում եմ, ես ուզում եմ ասեմ, որ այս էլ մի քիչ դաժանող ճշմարտություն է, որ այո, մեզ ինչ որտեղ հասնում է։ Եվ սկսած ինձանից, ես չեմ առանձնացնում ինձ, որովհետև իրենք ինչ էլ անեն, այսօրվա պաշտոնյաները, այսօրվա կառավարող ուժը, դե գումարած են մյուսները, այսպես ասած ընդդիմությունը, ինչ էլ անեն, մեկ է, չեն կարող ավել անեն, քան ինչ որ արդեն արել են, Արցախի կորուստը եւ այս հայ ժողովրդի պարտված ժողովրդի վերածելը, դրանց ավել բան, ինչ էլ անեն հիմա, թեկուզ ամեն օր հայոյանքներ գրեն Facebook-ում, կամ չգիտեմ, ամեն օր մի հատ նոր հարկ ավելացնեն, ամեն օր մի ապուշ որոշում, մեկը դրանից ավել իրենք չեն կարող անել, ինչ որ արեցին եւ մարսեցին, այս ամենագլխավոր խնդիրը, մենք այս բոլորը գիտենք, բայց մենք պետք է մեր համար արձանագրենք, որտեղ Հայաստանում ոչ ոք իր կյանքում չէր պատկերացնի, որ այդպես հնարավոր է, չէ՞, դուք հիշեք 2020 թվականի սկզբին օրինակ, մեկը ձեզ պատմեր այս ամեն ինչը, դուք չէիք հավատա, իրանք էլ չէին հավատա։ Իշխանության հավակնող ցանկացած մեկն էլ չէր հավատա, որ հնարավոր է դա մարսել։ Ինձ մեծ մասը այդ կուսակցական ինտրիգաների հաճույքով դա կանեն կմարսեն, եթե իմանային, որ դա հնարավոր է, բայց մարդիկ մտածել են դա հնարավոր չի, խուսափել են դրանից։ Բայց պարզվեց, որ դա հնարավոր է, դա կարելի է եւ իհարկե դրանից հետո մարդիկ մեծ հաշվով իրենց ենթագիտակցության մեջ էլ գիտակցության մեջ էլ մտնում է այդ արդեն իշխողների, որ դե ինչ ուզենք կարող ենք անել, որտեվ եթե մենք սա կարողացանք անել, ուրեմն չկա ոչինչ բան, որ մենք չենք կարող անել եւ այս բացարձակ անպատասխանատվության պահն է մտնում մեր քաղաքական կյանքի մեջ, որը խոսել ենք կարծեմ, ահա որ վտանգավոր է ընդհանուր մինչեւ անկախության մարտահրավերը, դա որտեվ քաղաքականությունը դառնում է բացարձակ անպատասխանատու։ Դու կարող ես ոչ միայն ուղղակի 180 աստիճան տարին մեկ փոխել քո դիրքորոշումները, այլև կարող ես անել այնպիսի բաներ, որոնք մարսելու չեն, բայց մարսես տարիներով, ոչ թե 1 ամիս, 2 ամիս տարիներով մնաս եւ մի հատ էլ հաշվարկես, հələ այս 2026-ի ընտրություններն էլ հաղթեմ։ Ու բոլորով միասին այս ստատուս կվոն պահպանենք, անցնենք այս քաղաքական համակարգը ոնց կա, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ պահպանենք, անցնենք առաջ։ Այս բացարձակ անպատասխանատվության մթնոլորտն է տիրում Հայաստանում եւ սա արդեն այն մյուսներն էլ բացի իշխողներից նայում են տեսնում են
Սենց բաներ են, Մարսել մարդիկ, դե մենք էլ ինչով ենք պակաս, մենք էլ կարող ենք ինչ ուզենք անենք, ինչ ուզենք ասենք, ոնց ուզենք դիրքորոշում փոխենք, ոնց ուզենք խափենք, ոնց ուզենք մանիպուլացնենք եւ պարզապես քաղաքականությունը մեռնում է երկում, իսկ երբ որ քաղաքականությունը մեռնում է, բնականաբար այդ ազգը դեռ քաղաքականությամբ են ազգերը կարողանում իրենց անկախությունը պահպանել, զարգացնել, տանել առաջ, դրա համար եմ ասում, դա մարտահրավեր է ընդհանուր մինչև անկախություն երկրի։ Բայց այստեղ խնդիրը նա է, որ մենք չենք արել մեր հասանելիքը, որտեղ հա, նաև պատկերացեք դրսից հայացքի համար, որը այս մենք բոլորս ունենք արդարացումներ, ինչու է այդպես ստացվեց, բոլորս գիտենք, ինչու է այդպես ստացվեց, բոլորս կարող ենք պատմել եւ անձնական մակարդակում արդարացումներ ունենալ, գուցե օբյեկտիվ, գուցե ոչ, եւ որպես հանրություն, բայց դրսի հայացքը նայում է, ասում է, ուրեմն ժողովուրդը խնդիր չուներ այս ամեն ինչի, որտեղ դրսի հայացքին այդ մանրամասները ոչ հետաքրքիր են, ոչ էլ կարող ես իրան դու բացատրել քո ապրածը, այդ վերապրածը, հա։ Ինքը նայում է արձանագրում է պարզ փաստ։ Այս ժողովուրդը մոտ 30 տարի ասում էր Արցախ, հերոսական, չգիտեմ, ինքնորոշում, անկախություն եւ այլն, եկավ պահը, կռվեց, ժողովուրդը կռվեց, պետությունը ինչ որ պահից որոշեց, որ չէ, այդ կռիվը այդքան էլ իրան պետք չի, դուրս եկավ կռվից, գնաց ոչ միայն դուրս եկավ կռվից, ամբողջովին ամեն ինչ 180 աստիճան փոխեց, ժողովուրդը դրա այդ հաշտվեց, մեծ հաշվով այդ ափաստով, կարող է ժողովուրդը իր հոգու խորքում ասում, ես չեմ հաշտվել, բայց ֆորմալ չափանիշներով հաշտվել, ուրեմն ժողովրդին սա պետք չէ իրոք։ Հիմա էլ ոնց որ իր անկախության խնդիրն է դրված, բայց ոնց որ թե ինքը տեղել չի դրսևորում, որ ինքը պատրաստ է մինչև վերջ պայքարելու, ասում է, չէ, ես ոնց որ այդ պայքարի գաղափար բան չեմ ընդունում, բանակցենք կամ չգիտեմ ինչ լինի, որ նույնն է թե համարյա ասես հանձնվելու է, եւ դրսի հայացքի համար այդպես է։ Հասկանում եք, սա էլ մենք պետք է հասկանանք։ Մեր հասանելիքը իրական չենք արել բոլորս, էլի։ Ես վերցնում եմ սկսած ինձանից։ Կապ չունի ով ինչքանի փորձել է անել։ Հիմա ես ասում եմ ինձանից սկսած, ես իմ չափով ինչ որ բան փորձում եմ անել, բայց եթե չենք հասել արդյունքի, եթե ռեալ փոփոխության չենք հասել, ուրեմն քիչ ենք արել։ Ուրեմն պետք է ավելի շատ անել։ Բայց այստեղ մի հատ ուրիշ կարևոր խնդիր է գալիս, որ ես ուզում եմ անպայման շեշտեմ։ Ինչու նաև չենք կարողանում անել, այնպես չի որ չենք հասկանում, այնպես չի որ ես այստեղ ինչ որ այնպես բան եմ ասում, որ մարդիկ չգիտեն, հա բոլորս էլ հասկանում ենք, նույնիսկ ամոթ է հերթական անգամ շեշտել, որ այս իրավիճակը որ կա, այս քաղաքական դաշտը որ կա, ինքը մեծ հաշվով Հայաստանի շահերը չի արտահայտում, հաջորդի շահերը, մեծամասնությունը ես վստահ եմ Հայաստանի չի ուզում, ոչ այս եղած իշխող խմբին, ոչ իրանց ընդդիմադիրներին է հիմնական ընդունում, բայց չի կարողանում այդ դրա հետ ոչ մի բան անել, այստեղ հասկանալու խնդիր չկա, խնդրի, այսինքն էությունը հասկանալու, բացատրելու խնդիր չկա, բայց ինչու մենք չենք կարողանում դրան հասնել, հասկանալով հանդերձ, այստեղ է պետք է հարցը ճիշտ ձևակերպել։ Ես կարծում եմ, որովհետև մենք հարցի լրջություն, հարցը հասկանում ենք, բայց հարցի լրջությունը չենք հասկանում, այսինքն լրջությունը այն իմաստով, թե մենք ինչ պետք է անենք, ինչքան լուրջ է այդ գործը, որտեղ սովորական ձևով, սովորական ինչ որ առօրյա ձևերով հնարավոր չէ իրավիճակի փոփոխությանը հասնել, որտեղ շատ հզոր ուժեր են այս ամեն ինչի թիկունքում կանգնած, ռեսուրսներ ունեն, եւ եթե հայ հասարակությունը մի բան ուզում է փոխի, ինքը պետք է հասկանա, թե ինչքան լուրջ պետք է ինքը մոտենա այդ խնդրին, ինչքան խնդրի լուծմանը, ինչքան լուրջ գործ, ջանք, միտք պետք է ներդրվի նրա մեջ, որ այս խնդիրը լուծվի։ Մենք հեշտ տարբերակներ միշտ փնտրող ցավոք սրտի հասարակություն ենք, մարդիկ ենք, չնայած երբ բոլոր մարդիկ են այդպես չասենք մենակ մենք ենք, դա մարդկային բնությանը բնորոշ է, մարդկային բնությունը թույլ է, բնորոշ է բոլորիս, որ իհարկե մենք ուզում ենք հեշտ լուծումներ, մենք մտածում ենք որ մի օր ամբողջ ժողովուրդը համախմբվի, դուրս գա փողոց խնդիրը կլուծեն, կամ չգիտենք ուզում ենք արագ դա լինի, չենք դիմանում, բայց արագ 4.5 տարի անցել է արդեն 4.5 տարում հաստատ կարող ենք այդ խնդիրը լուծել, ես սա միշտ եմ կրկնում ու էլի կրկնելու եմ։ Եվ նմանատիպ լուծումներ ենք փնտրում կամ մտածում ենք ինչ որ այդ բոլորը միասին կմիավորվեն, դե չեն միավորվի, եկեք ռեալիստ լինենք։ Այդ բոլոր տարբերակները իրանք իդեալիստական են, գուցե լավ են հնչում, բայց դրանք ռեալ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ շատ բարդ խնդիր է լուծելի։ Այսինքն ես երբ որ ասում եմ բարդ, ես նկատի չեմ լուծելի, ես ասում եմ հաստատ լուծելի։ Եվ 4 տարվա մեջ էլ կլուծենք եւ էլի կլուծենք, եթե պետք լինի, բայց սկզբում պետք է հասկանանք, թե ինչ տիպի խնդիր է ձևակերպվում, ինչ է մեզ պետք։ Այստեղ խնդիրը սովորական
քաղաքական պայքարը չի, ասենք եւս մի չգիտեմ օրինակ ստեղծեն քաղաքական ուժ, գնանք ընտրություններին մասնակցենք, ստացվի, չստացվի, դե ուրեմն չգիտեմ, թող չի ստացվում, չէ։ Այդ սովորակ, որտեղ իրավիճակը սովորական չի, որովհետեւ մենք սովորական մեթոդներ պատկերացնենք։ Մեր խնդիրը հետևելն է։ Մեզ պետք է, ասում ենք, չէ, մեզ պետք է հայկական քաղաքական ուժ, բայց ինչ բան է դա, այստեղ մենք պետք է պատմական իմաստով հասկանանք այս խնդրի բարդությունը, որովհետեւ սա մի խնդիր է, հա, ինչի հայկական քաղաքական ուժ, որտեղ երևի մեծ մասս, եթե ոչ բոլորս ընդունում են, որ այն հիմնական քաղաքական ուժերը, որ կան, իրանք հայկական չեն, իրանք ամեն ինչ են, բայց հայկական չեն սպասարկում հայկական շահ։ Կան առանձին անհատներ, առանձին փոքր խմբեր, որոնք փորձում են դա անել, բայց դա քիչ է։ Մեզ պետք է հայկական քաղաքական ուժ եւ իդեալում հայկական քաղաքական դաշտ, որտեղ մի քանի ուժ կլինի, բայց իրանք բոլորը կլինեն հայկական, հա։ Հիմա այս խնդիրը իրականում մենք պետք է գիտակցենք, որ 100 տարուց ավել հայ ժողովրդի առաջ դրված է եւ 100 տարուց ավել չնայած բազմաթիվ փորձերի չի լուծվել այս խնդիրը։ Հիմա այս օրինակներով էլ կբերեմ։ Այսա մենք պետք է հասկանանք այդ մասշտաբի խնդիրը մեր բոլորիս առաջ դրված եւ հատկապես այն մարդկանց առաջ, ովքեր իրենց այդպես ակտիվ են պատկերացնում, հա։ Այսինքն պատմական առաքելություն է սա ինչ որտեղ տեսեք 1880-ականներին դեռ օրինակ ստեղծվեց հայեղափոխական դաշնակցությունը։ Հիմա ես չեմ ասում դաշնակցությունը քանի 100 տարի, այսինքն տասնամյակների պատմությունի 100 տարուց ավել, շատ տարբեր փուլերում տարբեր գնահատականներ կարող են տալ, բայց սկզբնական խնդիրը այդ կազմակերպության առաջ դրված հենց հայ ժողովրդի քաղաքական շահերը սպասարկող արտահայտող ուժ լինելն էր։ Ինչ որ չափով իրանք, ինչ որ փուլում դրան հասել են, լիարժեք երբեք չեն հասել, բայց ի վերջո մենք բոլորս գիտենք ինչով է դա ավարտվում է նրանով, որ գալիս են եւ էլի արտաքին ուժերը, մի ուժ չեն որում արտաքին, տարբեր արտաքին ուժեր կենտրոններ, ի վերջո դա վերցնում են իրենց վերահսկողության տակ եւ այն ինչ որ սկզբնապես գոնե մասամբ ինչ որ չափով աշխատում էր որպես հայ ժողովրդի քաղաքական ներկայացուցչություն, ես հիմա չեմ վերցնում մյուս քաղաքական ուժերը, որոնք ժամանակ ստեղծեցին, որտեղ իրենք երբեք այդ տարածումը չստացան, դաշնակցությունը կարողացավ այդ տարածումը ստանալ, հայ ժողովրդի մեջ այդ հեղինակությունը ստանալ, նկատի ունեն հին դաշնակցությունը, բայց ի վերջո խնդիրը դրվեց, խնդիրը չլուծվեց։ Հիմա ինչու, ոնց, ով էր մեղավոր, այդ չենք քննարկում։ Փաստն ենք արձանագրում, խնդիրը դրվեց, չլուծվեց։ Հետագայում էլի եղան փորձեր, փոքր փորձեր, մեծ փորձեր, բոլորը չեմ կարող հիշատակել, հա։ Նույն Գարեգին Նժդեհը 30-ականներին փորձեց ցեղակրոն շարժում ստեղծել, տարօրինական շարժում ստեղծել, դրանք ըստ էության շատ այսպես չասեմ սաղմում տապալվեցին, բայց ի վերջո լայն տարածում չստացան։ Սովետական շրջանում, սովետական Հայաստանի շրջանում այլախոհները, ազգային հայրենասեր, ազգայնական այլախոհները ստեղծեցին ազգային միացյալ կուսակցությունը, որը լուրջ բան էր, սովետական միության մասշտաբում լուրջ բան էր, անուն հանած էր։ Հայաստանում շատ քիչ հայտնի էր, շատ քիչ մարդիկ են դրա մեջ ներգրաված եղել, բայց սովետական այդ դիսիդենտության մասշտաբում ինքը միակ կուսակցությունն էր ընդհատակյա էր բնականաբար, որը ստեղծվել է 60-ականներին մինչև սովետական միության ավարտ, ի վերջո կարողացավ ընդհատակյա գոյություն ունենալ։ Սա էլ մի փորձ էր։ Ազգային միացյալ կուսակցությունից հետո ծնվեցին Պարուր Հայրիկյանի ուրեմն ազգային ինքնորոշում միավորումը, հանրապետական կուսակցությունի իմիջիալոց, որտեղ Աշոտ Նավասարդյանն էր ԱՄԿ-ի անդամ, կարծեմ էլի խմբեր եղան, բայց ի վերջո դրանք էլ չվերածվեցին, այսինքն դրանք մեծ պոտենցիալ կար, որ սա պետք է լինի հայկական քաղաքական ուժը, չեղավ, չստացվեց էլի տարբեր պատճառներով, հանրապետականի ճակատագիրներ բոլորիս աչքի առաջ է, ինչպես եղավ, ինչպես ստացվեց, ինչպես այդ անկախական ուժը հետագայում դարձավ արդեն հայ ժողովրդի մեծ մասի համար անընդունելի, էլի հիմա չեն քննարկում պատճառները։ Պոտենցիալ կար նաև հայոց համազգային շարժման մեջ։ Հիմա էլի կարող են մարդիկ ասել այդտեղ ամենասկզբից ներդրված են եւ այլն, էական չի, մենք չենք կարող հիմա 100% ասել ինչներ, ով էր ներդրված, ով չէ, բայց պոտենցիալ կար, որտեղ ժողովրդական շարժում էր ի վերջո ՀՇ-ն։ Դա էլ շատ արագ այդ պոտենցիալը վատնվեց, երբեք չվերածվեց դրան, որտեղ անունն էլ ահուշում, չէ, հայոց համազգային շարժում, չի ասում, ասենք, չգիտեմ, ես ինչ կուսակցություն, բայց ինքն է չվերածվեց դրան։ Եվ այսպես շարունակ մենք անընդհատ այդ ունենում ենք այդ խնդրի ձևակերպում, գիտակցված թե կիսագիտակցված ժողովրդական շարժումներ, չգիտեմ, մարդիկ ջանք են դնում, զոհաբերությունների են գնում,
բայց չի ստացվում, այդ խնդիրը մենք մինչև հիմա չենք լուծել, այս խնդիրը մենք պետք է լուծենք, այսինքն մենք պետք է հասկանանք ոչ թե ինչ որ մի հատ հերթական քաղաքական կազմակերպություն, հայ ժողովրդի ուժերը շահերը սպասարկող քաղաքական կազմակերպություն է մեզ պետք։ Եվ իհարկե սա բարդ խնդիր է, բարդ է ոչ միայն որտեղ պատմության մեջ այդքան դրվել է եւ չի լուծվել, բայց առանց սրա լուծման հնարավոր չի, այսինքն եթե սա չես լուծում, խոսք չի կարող լինել լիարժեք անկախ Հայաստանի Հանրապետության մասին, Հայաստան պետության մասին, խոսք լինել չի կարող, միշտ այսպես կիսանկախ, կիսած sense ինչ որ բան կարող ենք ստեղծել, ոնց որ այս մեր այսպես կոչված երրորդ հանրապետությունն է, հետսովետական Հայաստանը, բայց լիարժեք անկախ պետություն դու կունենաս միայն եթե առնվազն 1, իսկ ցանկալի է 2-3 այդպիսի քաղաքական ուժ ունենաս, որոնք կձևավորեն այդ հայկական քաղաքական դաշտը, բայց կլինեն բուն հայկական։ Հիմա սրա բարդությունը էլի մենք ելեմ ասում պետքա գիտակցենք, որ այսպիսի խնդիր է դրված, այլ ոչ թե սովորական խնդիր։ Այս պատմական առաքելությունը ըստ էության պետք է ի կատարածենք։ Դա նշանակում է ինչ։ Դա նշանակում է բնական է, չէ՞։ Մենք այս բոլոր պատմական օրինակներից մի բան ենք տեսնում, որ նման փորձերը ի վերջո մեծամասամբ ավարտվում են նրանով, որ օտար էլի կենտրոնները, օտար ուժերը գալիս են եւ վերահսկողության տակ են ի վերջո առնում այն ինչ որ ամենա թվում էր բնիկ քոնն է։ Այսինքն թիվ 1 լրջագույն խնդիր նա է, որ ինչքան եթե այդ գործընթացը գնում է, եթե մենք դա փորձում ենք անել, եթե հասնում ենք ինչ որ քիչ թե շատ լուրջ կետի, բնականաբար հակասության մեջ են մեր շահեր են գնում այն արտաքին ուժերի հետ, որոնք սովոր են, որ իրենք պետք է Հայաստանում ամեն ինչ վերահսկեն, եւ այստեղ չպետք է լինի ինքնուրույն բան, եւ եթե ինքնուրույն բան է ձևավորում, իրենք կամ պետք է յուրացնեն, կամ պետք է վերացնեն, այսպես ասած, սա թիվ 1, այսինքն առաջին մարտահրավերը, որը պետք է մտքի մեջ ունենաս եւ հասկանաս, որ ոչ մի դրսից դու ոչ մի օգնություն չես ստանալու առնվազն, եթե չասեմ ինչ որ փուլից բնականաբար նաեւ լուրջ դիմադրություն ես ստանալու, սա պետք է հասկանաս եւ դրանից բխող երկրորդը, որ բնականաբար այդ process-ում դու պետք է հենվես բացարձակապես քո սեփական հայկական նկատի ռեսուրսի վրա, ուժի վրա, իրենց ռեսուրսը միշտ ավելի շատ է լինելու, քան քոնը, դու պետք է նրան պատրաստես, չպետք է պատկերացնես, որ դու ռեսուրսային մրցակցության մեջ կարող ես հաղթել նրանց, ով որ դրսից են հովանավորվում կամ դրսի շահերն են փորձում կամ ռեալ սպասարկում են, սա երկրորդ խնդիրը էլի, սա հանկարծ չմտածեք ասում եմ նրա համար, որ վայ, էս չի ստացվում, հակառակը ստացվելու է հաստատ, ովքեր պետք է գիտակցես ինչ ճանապարհ ես ընտրում։ Այսինքն գիտակցենք նրանցով, ովքեր այս ճանապարհը ընտրում են։ Իսկ այս ճանապարհը այլընտրանք չունի ուղղակի, այսինքն ընտրենք չընտրենք, էսա մեր Հայաստանի ճանապարհն, ասա ինչ որ մարդկանց ճանապարհը չի, իմ ճանապարհը չի, մարտական եղբայրությանը չի, մերպես մտածող մարդկանց չի, սա Հայաստանի միակ հնարավոր ճանապարհն է, որ մենք անկախություն ձեռք բերենք եւ կարողանանք մեր պայքարներում հաղթենք եւ երբ որ հաղթում ենք, հետո այդ հաղթանակները չվերածենք պարտության եւ մեզ չխաբեն երեխու պես։ Նույնիսկ երբ որ մենք ռազմական հաղթանակներ ենք տանում, մեզ երեխու պես քաղաքականության մեջ խաբում են, ինչու՞, որովհետեւ քաղաքականության մեջ մենք չունենք վերահսկիչ փաթեթ։ Թե մենք հաղթանակներն ենք տանում, հասկանում եք, շատ դժվարության մեջ զոհաբերք եւ հետո ինչ ենք անում այդ։ Տեսեք մենք ինչ արեցինք 90-ականների մեր հաղթանակի հետ։ Ինչու՞, որովհետեւ քաղաքականություն չունեինք։ Ռազմական իմաստով հաղթեցինք, բայց քաղաքական այդ վերահսկիչ փաթեթը մենք մեր իսկ երկրում, մեր իսկ նկատմամբ չունենք։ Դրա համար մեզ ամենապրիմիտիվ հեքիաթներով մինչև հիմա էլ խաբում են։ Ես հիշեցնեմ նաև, որ դուք նույնպես կարող եք աջակցել մեր գործին, մասնակցել մեր գործին, այս պահին մեր համար կարևոր ուղղությունները նշեմ, իհարկե շատ կան, բայց ես ընտրեմ ամենակարևորները։ Մեկը մեր YouTube-յան ալիքն է, գիտեք որ ժամանակին փակել էին, հիմա վերաբացել ենք, բայց աճը ոնց որ այդքան լավը չի այս պահին, շատ ավելին ունեինք։ Խնդրում եմ գրանցվեք, որտեվ դա նպաստում է նրան, որ տարածվի։ Իհարկե, եթե դուք մեր համախոհն եք, համակրում եք մեզ, մյուսը մեր Patreon-ն է, որը ել եմ ասում նույնպես մեզ համար շատ կարևոր է, ձեր մասնակցությունը այդ Patreon-ին, որտեվ մենք կամավորական սկզբունքով գործող խումբ ենք եւ մեզ համար ձեր ներդրումը էական է։ Նաև դա մեր համար մասնակցության ձև է եւ մեր Telegram ալիքը։ Էլի հիշեցնում եմ, որովհետեւ ամենալեզվի Telegram-ը մեր շփման ամենաապահով տեղն է, փորձը ցույց է տալիս, որ եթե YouTube-ը փակեցին, վաղը կարող են էլի փակեն, Facebook-ն էլ կարող են փակել, բայց Telegram-ը համեմատաբար ապահով է։ Խնդրում եմ գրանցվեք, այնտեղ մեր տղաները, ոչ միայն տղաները, նաև աղջիկները
հնարավորինս իրանք համաժամանական ամեն ինչ թարմացնում են եւ Facebook-ի էջի հետ եւ YouTube-ի էջի հետ, այսինքն հենց բան չկա որ այնտեղ լինի Telegram-ում չլինի։ Ամեն ինչ որ մեր հետ կապված է Telegram-ում հայտնվում է, նաեւ կայքը ունենք մարտականներիմը, այնտեղ իդեպ մեր տեսանյութները այնտեղ էլ կան, որպես այնպես պաուստային տարբերակ, եթե էլի YouTube-ը փակվի եւ այլն, այսինքն այս երեքը YouTube-ը, Patreon-ը, Telegram-ը առաջնային, խնդրում եմ, եթե դժվար չի, մասնակցեք, չգիտեմ, գրանցվեք, լայքեք, ներդրում արեք եւ շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մինչեւ հիմա այդ մասնակցությունը ունեցել են։ Հիմա շարունակենք մեր խոսակցությունը։ Մյուսը, սա տևական է։ Չի կարող լուծվել 1 տարում, 2 տարում, արագ լուծվել, սա տևական է։ Եվ սա խնդիրը այն չի, որ այ մի հատ ինչ-որ ընտրություններ են, հեսա գնանք մասնակցենք, չստացվեց։ Տենց չի։ Ընտրությունը կարևոր է, ընտրությունը կարևոր գործիքներից մեկն է, մյուս քաղաքական process-ները կարևոր միջանկյալ կամ ոչ միջանկյալ գործիքներից են, բայց եթե դու մտնում ես այս process-ի մեջ, դու պետք է պատկերացնես տևական հեռանկար։ Դու մի տարվա համար չես ստեղծում, 2 տարվա համար չէ, 5 տարվա համար չէ, ընտրությունից ընտրություն չես ստեղծում, դու ստեղծում ես 10 տարվա համար, 20 տարվա համար, եւ նույնիսկ եթե դու մի օր հասնում ես արդեն պաշտոնական դիրքի, դա էլ դեռ սկիզբն է, հետո նոր է պայքարը սկսվելու։ Եվ այսինքն հետագա 20, 30, 50, ինչքան որ պետք է, այս տևականը։ Տևական չեք պատկերացնում, չի լինի ոչ մի բան, անլուրջ է։ Մյուսը սրա հետ կապված, բայց շատ կարևոր բան է հետևողականությունը։ Ես այսօր շատ լուրջ խնդիր եմ տեսնում, ելի մեր հանրային հոգեբանության մեջ կա հետևողականությունը ջանքերի։ Մենք ցավոք սրտի, ես դեռ փոքրուց օրինակ, երբ որ ֆուտբոլ եմ սկսել նայել, նկատել եմ եւ ֆուտբոլից սկսած մինչեւ մյուս ոլորտները, մինչեւ քաղաքականություն մի բան եմ նկատել։ Հետևողական ջանքի բացակայությունը, օրինակ ֆուտբոլում մի հատ գոլ բաց էր թողնում, այն ժամանակ դեռ սովետի բանն եմ ասում, չեմպիոնատը Արարատը ընկճվում էր։ Մի հատ գոլ խփում էին, հակառակը ոգևորում էին, սկսում էին չխաղալ, գոլ էին բաց թողնում։ Ցավոք սրտի սա մեր մեջ կա եւ նույնը ես տեսնում եմ օրինակ այս մեր փորձը, որ արդեն մոտ 4 տարի մարտական եղբայրությունը կա, տարբեր մարդիկ գալիս են մեր հետ, խոսում են, բան են անում, եւ ինչ է ստացվում, օրինակ լինում են դեպքեր, մարդիկ գալիս են ինչ որ մի, այսպես ասենք, հանճարեղ ինչ որ պլանով, որ այսենց որ անենք, ժողովուրդ ջան, դա ամեն ինչ լավ կլինի։ Ու ենթադրեք, չգիտեմ, այդ պլանին մենք համաձայնվում ենք կամ չենք համաձայնվում, եթե չենք համաձայնվում, իրանք նեղանում են, գնում են, բայց ոչինչ, լավ են անում, նեղանում են, հարցեր չի, իրավունք գուցե ունեն նեղալ, բայց հետո ես չեմ տեսնում, որ այդ մարդիկ իրենց իսկ ասածը անեն, չեն անում։ Կամ մի հատ քայլ անում են, հետո երկրորդը չեն անում։ Իսկ այս գործի մեջ, հանրային գործի մեջ հետևողականությունը նույնիսկ ավելի կարևոր է, քան մտքի թանճարությունը։ Այսինքն օրինակ եմ, եթե դու հաղորդում ես սկսում նկարել, դու պետք է թեկուզ տանջվելով, թեկուզ մեկ-մեկ ասենք, չգիտեմ, քո վրայով անցնելով, բայց դու պետք է դա ռեգուլար անես եւ նման ամեն ինչը ակցիաները, ծրագիրը, քաղաքականության, չգիտեմ, տարբեր դրսևորումներ են, հետևական պետք է անես, երբեք չպետք է մտածես, որ 1-2 քայլով կամ այսօր մի բան արեցի, վաղը մի բան արեցի, այս հետևականությունը մեզ շատ է պակասում եւ դրա համար մենք պարտվում ենք, երկրի ներսում մենք հիմա պարտվում ենք։ Խնդրում եմ, էլի կարող եմ մեկին տեխնիկական թվա այս հարցը, բայց կարևորագույն բաներից է, որովհետեւ մեծ հաշվով մենք այնպես չի որ հիմար ենք, ամեն ինչ մեծ հաշվով շատ բան հասկանում ենք, մեծ հաշվով չգիտեմ վերլուծում ենք, բայց գործի կազմակերպման մակարդակում մենք շատ ենք կաղում։ Եվ այս հետևողականության հոգեբանությունը մենք չունենք ու պայմանական ասած այսպես մի քիչ գերմանացու հոգեբանություն, ոչ թե նույնիսկ կարգապահության առումով, այլ մի բան սկսեցիր, հետևողական անում ես, այնց աչքերդ փակ անում ես, այս ու տարիների ընթացքում, ոչ թե 1-2 տարիների ընթացքում, նույնիսկ եթե դա սկզբում քեզ թվում է արդյունք չի բերում։ Մյուսը բնականաբար էլի սրա հետ կապված աշխատանքը ես սա շատ եմ շեշտում ու վաղուց վանց եմ իմիջալուց ասել դեռ այն ժամանակ 2010-ականներին երբ որ այդ ընդդիմադիր պայքարի խնդիրներ ես ասում եմ եթե Հայաստանում ստեղծվի մի հատ ընդդիմադիր կուսակցություն կազմակերպություն որը ամենուր ռեժիմով սկսի ռեալ աշխատել այսինքն իր մեջ ստեղծի այդ կառուցվածքը ստրուկտուրաները եւ տարբեր ուղղություններով ամեն օր աշխատի ոչ թե խոստի հավաքվեն ներսում խոսան այդ էլ իր հերթին այլ ամեն օր աշխատի մենք կհասնենք արդյունքի եւ հիմա եմ ասում ամենօրյա աշխատանքը քաղաքականության մեջ քաղաքականությունը բան չի սանատորիա չի զբոսանք չի եւ մանավանդ եթե լուրջ խնդիր ես դնում ամենօրյա աշխատանքը դրա հիմքում ամենօրյա աշխատանքի մեջ մտնում է նաեւ
ճիշտ կառուցվածքը, ճիշտ աշխատանքի բաժանում եւ սրան պետք է հասնենք։ Եվ չգիտեմ, էս էի մեծ հաշվով այսօր ուզում ասեմ, ես չգիտեմ որքանով իմ խոսքը տվյալ դեպքում վերացական է գուցե շատերի համար հնչում, բայց ես հիմա սա ասում եմ այն մարդկանց հիմնականում դիմում եմ, ովքեր որ պատկերացնում են իրենց այս process-ի մեջ, ովքեր ուզում են մասնակիցը դառնալ, ովքեր մտահոգված են եւ ռեալ ուզում են հասկանալ լուծումը, ես իմ տեսակետը էսա իմ տեսակետը իմ լուծումը պատկերացած էսա երբեք հեշտ ճանապարհ չկա, արագ ճանապարհ չկա, բայց հաստատ կա ճանապարհ, հաստատ կա լուծում, այս պայմանների կատարմամբ լուրջ վերաբերվել խնդիրին, հետևողական լինել, աշխատել, ամենօրյա աշխատել, տևական կամք դնել, տևական պատկերացնել, ոչ թե մի օրվա, որովհետև մի օրվա ջանքը ինքը շատ հեշտ է, մեծ էմոցիա ես դնում, ասես մեծ էմոցիայի տակ կարաս ինչ-որ բաներ անես, մի քանի օր, մի քանի նույնիսկ ամիս, բայց մի քանի տարի չես կարող մենակ այդ պորտքման վրա անես, մի քանի տարին պետք է անես մի քիչ մոլեռանդության վրա ասեն, մի քիչ տես կարգապահության վրա ասեն, ֆանատիզմի վրա գուցե նույնիսկ ասեն, բայց պետք է հասկանաս, որ եթե պետք է, ամբողջ կյանքդ պետք է դրան նվիրես, մինչև կյանքիդ վերջ, ու չնայես այսօր, ասենք չգիտեմ, ժամանակավոր հաջողությունների կամ ձախողումների, բայց հաշվով այդ է ինչ որ մենք փորձում ենք մարտական եղբայրության մեջ անել, որքանով ստացվում է, չի ստացվում դա այլ հարց է, բայց ես կարծում եմ մենք այդ ճանապարհը ընտրել ենք եւ այդ ճանապարհով գնում ենք եւ կառուցում ենք եւ կառուցելու ենք անպայման եւ շուտով ավելի երևի այս վերջի շրջանում մի քիչ ենք ներկայացնում մեր գործունեությունը չենք հասնում, բայց բավականին մենք առաջ ենք գնում, փառք Աստծո, եւ մեր աշխատանքային խմբերը եւ կամաց այդ արդյունքների էլ հասնում ենք, այս ճանապարհով գնալու ենք մինչև վերջ։ Ու մենք անպայման մեր նպատակին հասնելու ենք, գիտակցելով թե ինչ ճանապարհ ենք մենք ընտրել, ինչ բարդության գործ է, ինչ տևական գործ է եւ հենց դա էլ մեզ ոգևորում է։ Դրա համար եմ ասում հաստատ արդյունքի հասնել ենք, որտեվ մենք դժվարություններից ոգևորվող ենք եւ մենք վստահ ենք նաեւ, որ մենակ մենք չենք այդպեսին Հայաստանում, վստահ ենք, որ մեր նման Հայաստանում մարդիկ կան եւ կգան եւ մենք միասին նաեւ շարունակենք այս նույնը ինչ որ մենք այսօր անում ենք։ Շնորհակալություն այսքան այսօր։